Եթե Նիկոլ Փաշինյանի բենդը համերգ կազմակերպի կգնաք։ Չէ, ժամանակ չունեմ։ Կազմակերպի կգնաք։ Լոբերի սիրաստո։ Այո։ Այո։ Ինչքան եք պատրաստ վճարել այդ համերգի։ Ну, ես չգիտեմ արժեքը ինչքան է, բայց վճարեմ։ Քույրիկ, ինձ հարցեր տամիլի կդառնա 18։ Այո։ Ես հերու եմ, չեմ կարա։ Ուզեի գայ, բայց շատ հերու եմ։ Ճիշտ ասած չեմ զբաղվում այդ քաղաքական բաներով։ Շիժան, ես ընդհանրապես համերգների սիրահար չեմ։ Եղավ։ Դե եթե կազմակերպել մեր վարչապետն կարելի է գնալ, ինչ է, եղել։ Ինչքան գումար եք պատրաստ վճարել այդ համերգի համար։ Ես չեմ կարող ասում։ Ես չեմ կարող ասում։ Բայց մենք պետք է մի բան հասկանանք, որ ասենք անկախ ամեն ինչից ինչի մեր վարչապետն է։ Մենք իրավունք չունենք քննարկելու կամ սանելու կամ դա իսկ ընդդիմություն կոչված է ոնց է ասեմ էլի դա ես ընդդիմությունը պետք է կառուցողական լինի ոչ թե տնեն այս 44 օրյա պատերլոմն առաջ հականդում են այս երկրը չի կատարվում ոչ մեկ իր մեղքը չի ընդունում իշխանությունն էլ չի ընդունում ես բան չունեմ ասելու աչիկ ջան դա մեր ազգի ոնց ասած ավենացավոտ կողմն է ընդհանրապես երկրագնդի վրա մարդկանց 80-70%-ը իրաց մեղքը չեն ընդունում։ Դա բոլորը էլ գիտեն։ Մարդը եթե ինքը իր մեղքը ընդունի, ու մեղքը ընդունելու սորտ հասկանա, այդ մարդը կերպարանա փոխվել։ Այս մենք ասում ենք, վերջ։ Մեր ազգի մտածելակերպը պետք է փոխվի։ Չէ, տալիս է ու ես էլ չեմ գնում։ Համերգ։ Եթե ուրիշ համերգ կազմակերպի տոմս գնելու Ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի, ես չէ։ Ինձ հետաքրքիր չի համերգները։